Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես խոստացել էինք, ունենք երգի տեսահոլովակի պրեմիերա եւ ունենք Արև Մարդ հյուր։ Այո, Հասմիկ Կարապետյանն է մեր հյուրը։ Բարի լույս։ Բարի լույս, այնքան հաճելի է Արև Մարդ, հա, բնութագիրը ինձ համար։ Շատ շնորհակալ եմ, բարի լույս, ձեզ շատ կարոտել էի, ինչպես միշտ ինձ համար դուք էլ լուսավոր մարդկանցից եք իմ կյանքի։ Հասմիկ, մինչև քո գալը, մենք այսպես ներկայացեցինք մեր հեռուստատողներին, թե ով է լինելու մեր հյուր, չբացեցինք փակագծերը, բայց ես ասեցի, որ սիրում եմ մեր հյուրի բոլոր երգերը, հատկապես Անձրևոտ ժամանակ սիրում եմ Անձրևի մասին երգը եւ մեկ էլ սիրում եմ նրա երգերը, որ դուռը փակում եմ։ Պարզ է, որոշումներ ես անել, այո։ Հորդառատ Անձրևից հետո մնաց մի կաթիլ։ Խոսենք այդ մի կաթիլի մասին, որովհետեւ նոր երգն ու տեսահոլովակը կոչվում է Կաթիլ։ Այո, սիրով կխոսեմ այս ստեղծագործության մասին, որովհետև ի վերջո կաթիլը հեղինակային չէ։ Այս դեպքում նկարագրեմ, ուրեմն երգն ինձ համար հատուկ գրել է եւ նվիրել է Կապանից Կարեն Հովան անունով մի երգահան, որը մոտ 200 երգերի հեղինակ է։ Պարզվեց, որ նրան շատ-շատերը գիտեն մեր երգարվեստի ոլորտում, ես չգիտեի։ Կարենն ասեց, Հասմիկ ջան, ձեզ մի երգ ուղարկեմ, ես եմ գրել եւ խոսքերը եւ երաժշտությունը, ինձ թվում է այդ երգը ձեզ համար է։ Ես այսպես իհարկե միշտ բաց եմ նմանատիպ ես համագործակցությունների առջև, երգը ուղարկեց Կարեն Հովանը, ես լսեցի եւ հենց առաջին իսկ հնչյուններից ինձ թվաց ես եմ գրել այդ երգը։ Պատկերացրեք, այդչափ դուրս եկավ, որովհետև ես սիրում եմ մեղեդային երգեր, իսկ Կաթիլը իսկապես մեղեդային ստեղծագործություն է։ Շատ շնորհակալ եմ Կարենին այդ շքեղ եւ շռայլ նվերի համար։ Եվ ինչպես միշտ Հասմիկն անցավ իրագործելու, այո, գործի, ասեմ, որ երգի ուրեմն գործիքավորումը, երաժշտական ոճաբանությունը եւ music production-ը արել է Էդգարը Խաչատրյան, բոլորիս արդեն ծանոթ, աղոթքով, սեր ասայով եւ արդեն հետագայում ձայնագրվեց երգը միքս եւ մաստերինգ, այդ ամենը արվել է MP-Ray խմբի ստուդիոյում, իդեմս Կարեն Արզումանյանի, իմ շատ սիրելի Գիսանե Պալյանի ամուսնու, շատ հիասքանչ ընկերներ ինձ համար, շատ լավ թիմ, եւ հետո, երբ որ երգն արդեն պատրաստ էր, Էդգարը գործիքավորեց, production արվեց եւ ձայնագրվեցի, զգացինք, որ երգին անհրաժեշտ է տեսահոլովակ, որտեղ երգն իրականում շատ զգացմունքային է, շատ այսպես մեղեդային եւ այն արժանի է ունենալու տեսահոլովակ։ Ունեմ մի շատ լավ ընկերուհի, պրոֆեսիոնալ իր գործում ռեժիսոր Նարան Կարապետյան։ Ողջուններ եմ Նարային։ Այո, Նարուկ ջան, ողջունում ենք քեզ։ Նարան միանշանակ ուղարկեցի երգը, արդեն պատրաստ էր, ուղարկի ես պիտի լսեմ։ Նարան լսեց երգը, շատ հավանեց։ Իդեպ ասեմ, որ երգի գիտարը եւ ռիթմ գիտարները եւ սոլոն, որը շատ արտահայտիչ է եւ սոլոյի մասում ունենք հետաքրքիր պար, իդեմս Տոմայի, կդիտենք հետո կխոսեմ արդեն կանդրադառնամ։ Ամբողջ տեսահոլովակը սև սպիտակ է։ Որովհետև սև սպիտակով ըստ իս դա իմ որոշումը չի եղել, դա ռեժիսորի Նարայի Կարապետյան եւ օպերատորի Արտակի Մարգարյան ըստ իս որոշումն է եղել, որտեվ քննարկում էին իրենք, ես փորձեցի չխառնվել։ Իրենք ասեցին, որ սև սպիտակով այն շատ ավելի հետաքրքիր է նայվում։ Հիմա տեսահոլովակից հետո կխոսենք, կմանրամասնենք, մի խոսքով եւ նկարահանեցինք տեսահոլովակը, բավականին երկար ժամանակ պատրաստվում էինք, հասկանալու համար թե ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, նախատեսել ենք նկարահանել տեսահոլովակը ամռանը, բայց չստացվեց, որովհետեւ բոլորս ինչ որ զբաղված էինք շատ, ստացվեց աշնանը։ Երգը կոչվում է Կաթիլ։ Իսկ թե ինչ ստացվեց, առաջարկում ենք դիտել։ Անձրևն է գալիս ու հանդարտվում, Կաթիլը խոնավ մեր շուրջն է իջնում, Շամփան մեր սիրո
բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում Թրջող կաթիլն է մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում Աչքերս տեսնում են երկինքը վեր Կարոտս ասում եմ դու քո բույրով անվերջ ապրում Հայացքով իմ անմեղ անձրևին եմ պատմում Որ իմն ես դու Որ իմն ես դու Թրջող կաթիլն է մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում Արող կաթիլներն են մեզ սեր բաժանում Թրջող կաթիլն է մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում Թրջող կաթիլն է մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում Քո կողքին ասես աշխարհն է Շնորհավորում ենք, Շնորհավորում ենք, այո։ Կաթիլ, Հասմիկ Շնորհակալ եմ։ Կարապետյան։ Գիտես ինչն էր ամենաշատը հետաքրքրում, դու նշեցիր, որ երգը գրավեց մեղեդայնությամբ, բայց բառերը եւս շատ քեզ հատուկ էին։ Ինձ թվում է նույնիսկ լսելիս Այո։ դու ես գրել։ Դու ո՞նց ես բառերի նկատմամբ վերաբերվել կամ չգիտեմ, ինչ են քեզ համար նշանակել։ Ինձ համար առաջնայինը մեղեդին է, որովհետև որպես հեղինակ եմ սա արդեն ասում, կարծում եմ, որ եթե մեղեդին հարուստ է եւ դիպչող, այդտեղ արդեն բառերին այդքան էլ շատ ուշադրություն չենք դարձնում, բայց իհարկե կատարյալն այն է, երբ եւ խոսքերը եւ երաժշտությունը լավն են լինում, համահունչ, ներդաշնակ, բայց օրինակ ես նաեւ չեմ սիրում երգել պրիմիտիվ խոսքերով ստեղծագործություններ եւ փորձել եմ իմ ամբողջ ստեղծագործական կյանքում չերգել։ Օրինակի համար մի զավեշտ պատմեմ, միջև անցնենք տեսալովակին գրքին, մի տղա կար, փոքր էր ահագին ինձանից տարիքով, 1 ամիս, այն որ ինձ այսպես հետապնդում էր զանգերով, չգիտեմ, իմացել էր համարես, Հասմիկ ջան, ձեր համար երգ եմ գրել, ինձ թվում է սա շատ լավ դուետ կլինի, ինչ որ մի տղայի հետ, շատ սիրուն երգ է, խորը, ինքը հենց այսպես բնութագրում էր եւ այն ժամանակ կասետաների վրա ինքը իրեն ինչ որ կերպով ձայնագրել էր եւ ասեցի այդ կասետան անունն էլ Գառնիկ էր այդ տղայի, փոքր էր էլի, տենց որ դպրոցական, ինձ մի քիչ ավելի բարձր։ Ասեցի
Գառնիկ ջան, լավ, ուղարկի լսեմ, տեսնեմ այդ ինչ շեդևր է, որ դու մի ամիս ամեն օր ինքը ինձ անհանգստացնում էր։ Խոսքով տանը դեռ այդ ժամանակ կար մագնիտոֆոն։ Ես բերեցի, ասի Արմին արի, տեսնենք էս ինչ է եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ, խորիմաստ երգ լսեք հիմա, թե մեղեդին, թե խոսքերը։ Դու եղնիկ ես շատ սիրուն, թափարում ես անտառում, ու ձայնագրել է հիմա կրկներք, եղնիկ ես, եղնիկ ես, Ինչ ռոմանտիկ ես, Գառնիկ։ Վզվզում ես անտառում, սարերի դու չգիտեմ ինչ, ես հիմա այդպես շատ լավ, բայց կրկներքն եմ հիշում։ Հիմա կրկներքը ու ամեն կրկներքից առաջ Գառնիկը այսպես ինքը իրեն ձայնագրում էր, եղնիկ ես, եղնիկ ես, եղնիկ ես, այնքան ենք ծիծաղել ես եւ քույրս, իհարկե այդ մի հատ պոզիտիվ էր։ Զանգել եմ ասեմ Գառնիկ ջան խորիմաստ երգ, գեղեցիկ երգ զուգերգ, այդ մի խոսքով, ուզում եմ ասել, այսպիսի բաներ էլ եմ հետ եղել։ Եկան Կաթիլին։ Շատ արագ։ Տեսահոլովակը շատ գեղեցիկ եւ շատ աշխատած էր ստացվել, այսպես երևի թե երգին լիարժեք այսպես բնութագրում էր, ամփոփում էր, ավելի էր սիրունացնում։ Հիմա տեսահոլովակի մասին դու պատմիր։ Քանի օր եք նկարել, ինչպես են ընթացել նկարահանման աշխատանքները։ Տեսահոլովակը նկարահանել ենք 1 օրում։ Ինչպես արդեն նկատեցիք, մի քանի տեղայինքներ կային, տեսարանները տարբեր էին, պետք է նշեմ պարտադիր, որտեղ ենք նկարել, տարբեր 3 տեսարաններ, ըստի շատ գեղեցիկ նշել, որովհետև մեզ ընթացքում դու շատ հետաքրքիր բաներ էիր պատմում, օրինակ ովքեր են քեզ ջրել, որովհետև այսպես մենք տեսնում ենք շատ գեղեցիկ ռոմանտիկ կադրեր, բայց աշխատանքները այդ ամենից դուրս ավելի հետաքրքիր են միշտ։ Իհարկե, միշտ շատ հետաքրքիր եւ իրականում առաջին անգամ է այսքան ջրվելու, այս չափ, ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր Այնին, ներքին արտակարգ իրավիճակների նախարարության, այո, պատկանող Այնին, որովհետև իրականում շատ այսպես մեծ սիրով եւ հաճույքով նրանք եկան, ջրեցին, բայց ջրեցին այսպես հոգատար։ Վայ, խեղճ հասմիկ եմ, որ ես իհարկե նկարահանման ընթացքում նախ ասեմ, որ Նարան, եթե ասում է մի բան, պիտի անես, էլ ներում բեկում չկա, ես էլ այսպես արդեն նշել եմ, խելոք բալիկի նման ենթարկվում է, իհարկե մինչ տեսահոլովակը շատ ու շատ քննարկումներ արել ենք, բայց կոնկրետ այնտեղ արդեն վերջ, Նարան է տարածքի ղեկավարը Թագուհին, այո, եւ սկզբում նույնիսկ այսպես ինձ համար հաճելի էր, որ դե ես սիրում եմ անձրև, ինչ որ թաց, իհարկե դժվար էր, որովհետեւ բավականին ցուրտ էր, որտեվ այդ կադրերը նկարահանեցինք երեկոյան 6-ից հետո, իհարկե աշուն էր, տաք աշուն, հոկտեմբեր ամիս, հոկտեմբերի 15-ն էր, եթե չեմ սխալվում, եւ ոնց որ այն սկիզբը շատ լավ էր, ես այսպես տարերքի մեջ անձրևի տակ երգում եմ, Հասմիկին որ լավ է ճանաչում, գիտի որ այդ հաճելի կլին, այո, դες սուրեն ինչպես վկայում է այդ մասին, եւ այդպես մի խոսքով հետո զգացի, որ այդ սառը օդի դե որ երգում է, ես իրական ձայնով բարձր երգում էի, փորձում էի էմոցիա հաղորդել կադրին, զգում էի, որ այսպես շունչս կտրվում էր երգել ու թրջվել, այսպես անձրևի կաթիլները լցվում են աչքերիս մեջ, բան բրավո մեյքափ արտիստին, իմ դիմահարդարողին, Ջուլիային Պապյան, որովհետև այնքան արհեստավարժ դիմահարդարում էր արել, որ այդ թրջվելուց հետո երեկոյան ոչ մի բան չէր տեղաշարժվել, այո։ Հասմիկ, քանի որ ժամանակը սուղ է, խոսենք նաև նոյեմբերի 22-ին տեղի ունեցող կարևոր իրադարձությունից, համերգ, նորից հանդիպում քո հանդիսատեսի հետ։ Այո, նորից հանդիպում իմ հանդիսատեսի հետ, որովհետև ես միշտ փորձում եմ իմ լսարանի խնդրանքները կատարել, ինձ շատ են գրում, անհատապես ասում են, որ Հասմիկ ջան, այ Երգի պետական թատրոնին չկարողացանք գալ, միգուցե նորից ինչ-որ մի վայրում հանդես գաք եւ մասնավորապես վերջերս բավականին ակտիվ եմ, որովհետև կան նոր
ռեմիքսներ, նորից լսարանից խնդրանքը իմ հիթերը սիրված ուզում են նոր ավելի թարմ գործիքավորումներով մատուցմամբ ես դա արդեն անում եմ, ընթացքի մեջ է եւ բոլորին իմ շատ սիրելի երկրպագուններ նոյեմբերի 22-ին շաբաթ օրը երեկոյան 20:00-ին սիրով անհամբեր հրավիրում եմ Հինանի Music-Hall, որտեղ մենք բոլորս միասին կանցկացնենք շատ երաժշտական եւ շատ դրական երեկո։ Եվ կլինեն նաև նոր երգեր բացի ռեմիքսների։ Այո, կլինեն նոր երգեր, նոր կատարումներ, երգեր, որոնք որ հատուկ հյուրեր, այո, մի խոսքով միացեք մեզ նոյեմբերի 22-ին երեկոյան։ Քանի որ Հասմիկ դու միշտ տոն ես քո տեսակով։ Փորձում եմ։ Այո, ես քեզ ճանաչում արդեն շատ վաղուց եւ ասեմ, որ այնպեսի տպավորություն ոնց որ մեր այդ շփումից այդ երկար տարիների, հա, մի օր է ընդհանրապես անցել, որտեղ ընդհանրապես չես փոխվում։ Իսկապես Սուրեն ջան։ Ես լավ զգացի շատ։ Իսկ 3 թե առաջ օրը ոչ տեսակով ես փոխվում, ոչ ֆիզիկապես ես փոխվում, այն նույն Հասմիկ Կարապետյանը, նույն խանդավառ էներգիայով լեցուն եւ էլի աշխատասիրության։ Բոլորի միշտ զարմացնում է քո աշխատասիրությունը, որ դու միշտ այսպես այո տեսակով ամենակարևորն է։ Այո, տեսակն է ամենակարևորը, իսկ եթե ընդհանրապես էլ ուրեմն վարորդ ինձ այն օրը ասեց Հասմիկ ջան, ես ապշած զարմացած եմ, ասում եմ ինչու, ասում է ես քեզ ոնց 15 տարի ճանաչում եմ, դու ասում եմ դու չես մեծանում, ասում եմ չգիտեմ, ըստիս ես մեծացել եմ, բայց ուրիշների աչքերում Դե, բրավո երեխաներին ու Շանթին, որ քեզ այսպես պահում են։ Իդեպ ասեմ, որ տեսա հոլովակից հերոսը Շանթն էր, այո, ամուսինս նա շատ այսպես պարտաճանաչ կատարում էր, բայց վերջում ասեց չհասկացա, այսքան գնացի, նոր կոստյում գնեցի, պատրաստվեցի, 10 այդ 5 րոպեներ պետք է այստեղ բրթեիր ու գնայր, ասում եմ, դե նարային դիմիր այդ հարցերը։ Հասմիկ քեզ ուզում ինքնավիրել տրամադրություն Breeze Իջևանի գինոգործանի կողմից, որը հատուկ հենց կանանց համար է նախատեսված։ Սիրում եմ սա։ Ահա։ Շատ եմ սիրում Breeze-ը։ Դե, ուրեմն հրաշալի մարդկանց հետ կբացես Breeze-ը եւ կնշես քո տեսահոլովակի։ Անպայման, երևի թե հենց տեսահոլովակի վրա աշխատած թիմի հետ կբացեմ։ Քեզ անչափ շնորհակալություն, որ այս առավոտ մեզ հետ էիր։ Սպասում ենք էլի Եվ նոր աշխատանքներ ենք մաղթում եւ սպասում ենք միշտ մեզ մոտ։ Եվ հաջողություններ ամսի 22-ին մենահամերգի ժամանակ։ Բոլորով։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կողջունենք մեր հաջորդ հյուրին։